Բարև ձեզ բարեկամներ։ Փակտիվին ողջունում է բոլոր նրանց, ովքեր միշտ մեզ հետ են եւ բոլոր նրանց, ովքեր սպասում են մեր հերթական եթերին։ Ես պիտի ասեմ, որ այսօր անչափ հմայիչ մի ազնվորության հետ ենք մենք հանդիպել։ Մի մարդ, ով քաջ հայտնի է մեր ունկնդիրներին։ Խոսքս մի իսկապես համակրելի հաճելի ազնվորության մասին է։ Գրող հրապարակախոս բանաստեղծ Ռուզան Ասատրյանն է Փակ TV տաղավարում։ Բարև ձեզ։ Բարի ողջույն, հարգելի Համլետ։ Շնորհակալ եմ այդ գեղեցիկ խոսքերի համար։ Դրանք գեղեցիկ խոսքեր չեն, դրանք շատ քիչ, այսպես ասված խոսքեր են, որտեղ դուք ավելին եք արժանի, եւ ես ուզում եմ, որ մենք այսօրվա մեր զրույցը ինչպես միշտ տեսեք տանենք շատ բաց և այսպես ասած անկեղծ մթնոլորտում։ Համամիտ եք։ Իհարկե, անշուշտ։ Մենք ինչպես կարող ենք չմտահոգվել։ Սիրով։ Դե ուրեմն սկսենք։ Ի վերջո այսօր ինչ է տեղի ունենում աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում։ Ինչու է այս իրավիճակը ստեղծվել։ Այո, շատ այսպես լայնածավալ էր հարցը, որովհետեւ աշխարհում իրականացվում է ուրեմն աշխարհի վերաբաժանման ծրագիրը, որը վաղուց է սկսվել, այն սկսվեց արաբական գարուներից, այդպես շարունակվելով եկավ Իրաքով, Սիրիայով, Հայաստանով, նոր Սիրիայով, չնայած Սիրիան ավելի վաղ էր սկսվել, հետո մնացած տարածքները հիմնականում աշխարհում կատարվում է ուրեմն նավթի վառելիքի դեմ պայքարը, ով որքան կշահի։ Այն գաղութատերերը, որոնք տարբեր երկրներում օգտագործում էին այլ ազգերի օգտակար հանածանուրը, այսօր այդ ազգերը աճել, մեծացել են եւ իրենց ազգային հարստությունը իրենց ձեռքն են վերցրել։ Դրա համար աշխարհը սկսում է սով ապրել հանքանյութերի, հատկապես վառելիքի եւ առիթը չեն փախցնում, որպեսզի յուրաքանչյուր երկիր, ով ունի այդ հարստությունը, նրան խեղճացնելով զավթեն։ Աշխարհի վերաբաժանման խնդիրն է եւ երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք այսօր աշխարհում հայտնվել ենք այդ գիզակետում եւ երրորդ համաշխարհային պատերազմը ծանր ձևով առաջինը սկսվեց հենց Հայաստանից, մենք կորցրեցինք Արցախը, տվեցինք բազմաթիվ զոհեր, հաշմանդամներ եւ այսօր կանգնած ենք փորձության առջեւ։ Բնական է Հայաստանը աշխարհից դուրս չէ։ Հայաստանը այդ ամենի մեջ է։ Թվում է թե ռեգիոնալ իրավիճակը անջատվում է աշխարհից, բայց այդպես չի երբեք։ Հայաստանը ինքը մասնակից է, ապրում է աշխարհի շնչառությամբ եւ ինչ որ կատարվում է աշխարհում, ազդում է նաեւ Հայաստանի վրա։ Այդպես է։ Հայաստանը այն երկիրն է այսօր, որը առնչվում է աշխարհում ամենաշատ նավթի առևտուր կատարող Ադրբեջանի հետ իր ցամաքային ճանապարհներով, որը առնչվում է Թուրքիայի հետ, որի համար ճանապարհը մեզ դարձրել է նա դեպի Տիզբոն գնացող ճանապարհը դարձրել է մեզ ուղղակի թղթերի վրա գրված երազանք։ Տարբեր անգամներ անվերջ խոստանում է, որ շուտով ճանապարհը բաց կանի, այդպես էլ թողնել է։ Հայաստանը Լարսի ճանապարհն է, որը մեկ փակվում է, մեկ բացվում։ Եվ վերջապես աշխարհի հետ կապող ճանապարհը, Իրանի հետ կապող ճանապարհը, որ տանում է դեպի թուրքական երկրներ, դեպի Եվրոպա։ Ահա թե որն է Հայաստանը։ Հետևաբար յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր կայսրություն ինքը իր մասնաբաժինն է տեսնում այս փոքրիկ Հայաստանի նկատմամբ եւ ամեն մի փորձություն շատ ծանր է անդրադառնում մեր վրա։ Դուք տեսաք, որ վերջերս ինչ կատարվեց Իրանի վրա այդ հարձակումը, փաստորեն Հայաստանը պահում էր շատ ծանր հոգեվիճակի մեջ մեր երկնքում, չէին դադարում ինքնաթիռների ձայները, ոռնոցները, անվերջ։ Մենք բոլորս այսպես անընդհատ են սպասում էինք, որ այս ինչ-որ մի ծանր բան լինելու է, որովհետև մենք գիտեինք, որ մեր կողքի թշնամին արթուն է եւ պատրաստ է հարվածելու Հայաստանին։ Սակայն փառք Աստծո, պիտի ասեմ, որ ճիշտ է, Իրանը չհաղթեց, բայց նաեւ չպարտվեց եւ այն կարմիր գիծը, որը դրված էր Հայաստանի փրկության համար, ես դրա համար հայերին պետք է շնորհավորեմ, որ մեզ տրվեց, բախտ վիճակվեց մեզ տալու ժամանակավոր դադար, որպեսզի կարողանանք մենք ինքներս գտնել։
Ցավոք սրտի այս է աշխարհի վիճակը։ Աշխարհը այսօր կանգնած է մարդկության ոչնչացման եւ նոր աշխարհաբաժանման շեմին, որը սկսվել է եւ շարունակվում է Ռոքֆելներ եւ Ռոթշիլդներ հարաբերություններից եւ Աստված գիտի թե դրա կանգառը որտեղ է վերջանալու։ Տիկին Ազատարյան, իսկապես իրավիճակը շատ բարդ է, շատ այսպես վտանգներով հագեցած, մեր անվտանգության խնդիրը միշտ առաջ է գալիս։ Բայց ես մի հարց եմ ուզում տալ, ինչը կարծում եմ նույնպես հետաքրքրում է մեր ունկնդիրներին։ Խոսքս Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի մասին է։ Ընդհանրապես ինչ տվեց այդ այցը մեզ։ Ասեմ, որ Թուրքիան այն երկիրն է, որի հետ հարաբերություն ստեղծելը այն էլ հայերիս կողմից, դա աբսուրդի նման մի երևույթ է։ Մեր դարավոր թշնամին հանկարծ սկսում է ժպտալ մեզ, բայց այդ խաբուսիկ ժպիտը այնքան այսպես ցավեցնող էր, որ ընդամենը մեկ օր առաջ Ստամբուլում կազմակերպվող իսլամական 57 երկրների համաժողովում ուրեմն ստեղծվեց ընդդեմ հայերի մի խարծյա 5 կետանոց, որտեղ Ալիևը բարձրացրել էր ուրեմն Հայաստանի դեմ հարցեր, խնդիրներ կապված Խոջալույի դեպքերի հետ, այդ 300,000 իբրև թե իր բնակիչների Արևմտյան Հայաստան վերադառնալու հետ, Արևմտյան Հայաստանը գիտեք մեր հայրենիքն է, Հայաստանի ունեցած պարտքը Ադրբեջանի նկատմամբ մուսուլմանական, ոչ թե թուրքական, մուսուլմանական մշակութային արժեքների պահպանության եւ այլ խնդիրներ, որոնք այդ 5 կետերի մեջ էին մտնում եւ Ալիևը դրանք ստորագրել տվեց 57 պետություններին, համաձայնեցրեց, որպեսզի հաստատի իր լեգիտիմությունը։ Եվ հենց այդ ժամանակ այսպես ժպտացող ու բարությամբ իհարկե ճակերտների մեջ Նիկոլ Փաշինյանին ձեռք մեկնող ազնվորությունը Էրդողանը արտասանում է ինչ-որ մի թուրք բանաստեղծի Խոջալույի մասին գրված մի բանաստեղծություն, որտեղ նկարագրում է, թե հայերը ինչպես են կոտորել թուրքերին։ Տեսեք ինչ է կատարվում։ Չի կարելի խաբվել թշնամու ժպիտից, ինչպես Անդրանիկն էր ասում, մենք լավ ենք հիշում, թե Անդրանիկը ինչ էր ասում։ Դուք ինչպես ուզում եք հարմարվեք, բարեկամացեք թուրքերի հետ, բայց ես չեմ կարող բարեկամանալ, որտեղ երեկվա բարեկամ թուրքը վաղը կարող է քեզ սպանել։ Հասկանալի է, ես չեմ ուզում, որ այդ բանը շարունակվի, այդ ատելությունը, որտեղ հիմա բարեկամության դարաշրջան է կարծես, խաղաղության, բարեկամության այսպիսի բան է գնում, բայց իրականությունը մնում է իրականություն։ Այդ ժողովուրդը ռուսները մի խոսք ունեն, չէ, ասում է վստահիր եւ ստուգիր, վստահիր եւ ստուգիր, դավերյայն ու պրավերյայ։ Հիմա հայերը պետք է ինչքան էլ որ վստահեն, ինչքան էլ որ Փաշինյանը հավատա Էրդողանի խոստումներին, այնուամենայնիվ նրանց ծրագրերը մեկ է, մեկ պետություն, մեկ ազգ, երկու պետություն։ Եվ նրանք ունեն թուրանական ծրագիրը, որը ինչպես գիտեք, որի երազանքն ու գագաթնակետը համարվում է Սյունիքի միջանցքը։ Այնպես որ Փաշինյանը այնտեղ մեկնել էր իմ կարծիքով նախ ճանապարհը բացանելու, մարգարայի ճանապարհը բացանելու եւ երկրորդ խաղաղության պայմանագիրը մի փոքր ավելի արագացնելու Ալիևի կողմից։ Սակայն ինչպես տեսնում եք, մենք խաղաղություն ենք ուզում, իրենք պատերազմ։ Ալիևը գնալով ավելի սեղմում է օղակը, գնալով հասնելով այն բանին, որ Հայաստանը այնքան խեղճանա, որ չկարողանա բացարձակորապես ինքը իրեն նույնիսկ պաշտպանել։ Ալիևը այդպիսի քայլեր է գնում։ Դրա համար մենք չպետք է վստահենք մեր թշնամուն։ Պարզ է, տեսեք հիշատակեցիք Սյունիքի միջանցքը, իհարկե այսօր այն բոլորի քաղաքագետներից շատերը այն կարծիքն են հայտնում, որ Սյունիքի միջանցքը դա կարմիր գիծ է Իրանի համար, դուք համամիտ եք այդ կարծիքին։ Իհարկե համամիտ եմ, նախ պետք է իսկապես Իրանին շնորհավորել, բայց ճիշտ է, բազում զոհեր տվեց, բայց այնուամենայնիվ նաև ես համոզված եմ, որ Իրանի միջուկային զենքերը հարստացված ուրանը ամբողջապես չի ոչնչացվել, Իրանը հզոր երկիր է, հին, ֆունդամենտալ իր կարողությամբ, հարստությամբ, իր ավանդույթներով եւ այլն, ամուր երկիր է։
մեծ վնասներ կրեց, բայց Իրանը չպարտվեց։ Իրանի այդ չպարտվելը հայրիս օգուտն է։ Վերջապես Իրանը միակ երկիրն է, որը Սյունիքի տարածքը համարում է կարմիր գիծ։ Դե 23 թվականին Ռայնիսի ղեկավարությամբ կնքվեց պայմանագիր եւ հաստատապես ասվեց, որ Սյունիքի միջանցք չի լինելու, եթե իրենց պետք է որ հասնեն Նախիջևան, ապա Իրանը տարածք է հատկացնում եւ իրենք համաձայնվել են։ Թե ինչ պատահեց հիմա, որ նորից գլուխ են բարձրացրել եւ Սյունիքի միջանցքի անունն են շոշափում, պարզապես Ալիևը ամեն ինչի գնում է։ Փաշինյանը խաղաղություն է պահանջում, Ալիևը գնում է պատերազմի։ Ամեն ինչ անում է, որ Հայաստանը ոտքի չկանգնի, չկարողանա ինքն իրեն զարգացնել, չկարողանա գնալ ինքնապաշտպանության, Հայաստանում չծաղկի իր մշակույթը, հայ ժողովուրդը գլուխ չբարձրացնի, հայ ժողովուրդը դժվարություններից, նյութական, տնտեսական այս բաներից արտագաղթի, որպեսզի Հայաստանը դադարվի։ Ալիևին ոչ թե Սյունիքի միջանցքն է պետք, այլ Հայաստանն առանց հայերի, կամ հիմա եթե նա աշխարհի մակարդակով տեսեք ինչ է անում, նա աշխարհի մակարդակով միջազգային հարթակներում բարձրացնում է իր լեգիտիմության խնդիրը, այդ խարտիայով, Ստամբուլյան խարտիայով նա փաստորեն միջազգային հարթակներ բարձրացրեց իր պատերազմի հանցագործ լինելը լեգիտիմացնելու հարցը։ Դա մենք չպետք է այսպես հանգիստ թողնենք։ Մեր դիվանագետները, մեր միջազգայնագետները, արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, Հայաստանում ապրող հայրենակիցներս, մենք պետք է շատ զգույշ լինենք մեզ պաշտպանելու համար։ Մենք ինչ ենք անում։ Մենք պետք է հարցերը բարձրացնենք, թե որքան զոհողություններ եղան, ինչպիսի պայմանագրեր նա խախտեց, որ նոյեմբերի 9-ի այդ պայմանագիրը ընդհանրապես չկատարեց Ալիևը, բայց այսօր Արցախը դատարկված է։ Չի կարելի։ Մենք ուղղակի շատ մեծ սխալ կատարվեց հայերս կողմից Արցախի հանձնումով։ Մենք մեզ դրեցինք անverջ, այսպես ծանր կացության մեջ, զիջումների մեջ դրեցինք, որը չպետք է լինի։ Պետք է սթափվել։ Ամեն երկրի ղեկավար իր երկրի շահն է պաշտպանում, եւ եթե իրենք ուզում են, որ իրենց այդ հարուստ, հզոր երկրները էլ ավելի հզորանան ու մեծանան, իսկ մենք էլ ուզում ենք այս աշխարհի տակ այդ մի բուռ մեզ մնացած հողի վրա ապրել հանգիստ, խաղաղ, ստեղծագործաբար։ Հայրս ոչ մեկի վնաս տվող չենք, հայրս երբեք իրենց վրա ձեռք բարձրացնող չենք, եթե իրենք մեզ չկպնեն։ Իսկ եթե կպնում են, մերոնք չպետք է լռեն։ Այո, գիտեք, շատ հետաքրքիր է ձեր վերլուծությունը լսել, որովհետև այն իսկապես մեր ունկնդրի համար շատ կարևոր է։ Տիկին Ասատրյան, այնուամենայնիվ Հայաստանը ինչ տեղ է գրավում աշխարհի հզորների ծրագրերում։ Գիտեք, աշխարհի հզորները այսօր հիմնականում փնտրում են, ասացի, նավթի ճանապարհ, իրենց տնտեսական ապրանքները տանելու, գերիշխելու հնարավորություններ են ձեռք բերում, իսկ գերիշխանությունը դա ճանապարհն է։ Հայաստանը այսօր իսկ ով ասեց, որ Հայաստանը բան չունի։ Անverջ ամբողջ աշխարհով մեկ տարածում են, որ Հայաստանը ոչինչ չունի, Հայաստանը ոնց որ Լուկաշենկոն էր ասում, Հայաստանը ինչ է մեզ համար, ինչ արժեք է ներկայացնում։ Հայաստանը շատ մեծ արժեք է ներկայացնում։ Հայաստանը ունի ոսկի, Հայաստանը ունի նավթ, գազ, ունի բազմաթիվ օգտակար հանածոներ, որոնք դեռևս չեն արդյունահանել, ունի թերթակար, բավականին լուրջ պղինձ, մոլիբդեն, որը տանում են, էլ չեմ խոսում ոսկի մասին, որի համար Անգլիայի գաղտնի գործակալության ղեկավարը Ռիչարդ Մուրը տասնյակ անգամներ արդեն գալիս ու գնում է Հայաստան այդ ոսկու տեղը ապահովելու համար եւ պահպանելու կապը, որ չլինի հանգարց մի պարսատիկի քար գնա Ադրբեջանի կողմը, որտեղ British Petrol-ը այդ մեծ հարստությունը իրենն է։ Այսինքն հայկական Հայաստանը թվում է, թե փոքրիկ երկիր է այսպես տուժված, ծեծված, հողերը հանձնած, Ալիևի եւ Էրդողանի գերիշխանության տակ, մենակ Ալիևի Էրդողանի գերիշխանությունը չի, այնտեղ կա Իսրայել, կա Ռուսաստան եւ այլն, որոնք ամեն մեկը յուրովի իրենց շահերն ունեն։ Այս շահերի հետևում Հայաստանը պետք է կարողանա մի քանի լանի վրա խաղալ,
պաշտպանելով իր խաղաղությունը։ Հիմա փաստորեն եկավ մի ժամանակաշրջան, որ այս, ասենք, Իրանի այս կարմիր գծերի խնդիրը դարձավ հայրիս որոշակի ուրեմն ապահովության պահեր, որպեսզի Հայաստանը ինքը կարողանա ինքնակողմնորոշվել եւ հզորացնել։ Ներքին հզորությունը Հայաստանը երբեք չպետք է կորցնի։ Ներքին այս պարակտությունները, այս իրարանցումները, այս երևույթները, սրանք հակացուցված են հայերի համար։ Ես սրա համար եմ շատ մտահոգ։ Մտահոգ եմ կոնկրետ երեք կատարված այս երևույթների, հեղաշրջման այս պատմությունների, ընդհարումների հետ կապված, որովհետև հայ ժողովուրդը բազում խնդիրներ ունի։ Ես ուզում եմ ուղղակի այսպես դիմել մեր ժողովրդին։ Եթե պատերազմը սահմանի վրա չէ, եթե պատերազմը չէ խոշոր ձեր տները, եթե դուք բազում խնդիրներ ունեք, մենք բազմաթիվ կորած երեխաներ ունենք, բազմաթիվ խնդիրներ ունենք, եթե այս բոլորը լուծված չի, եւ պատերազմն էլ մի փոքր այսօր ի շնորհիվ Իրանի մենք մի փոքր դեռ զսպված ենք, բայց չգիտենք թե դա որքան կտևի, որովհետեւ երեք մյուս օրը ճիշտ է պատերազմը դադարեց Թրամփի պահանջով, բայց Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Իսրայելի բղած պատերազմը դեռ չի դադարում եւ նա շարունակում է Գազան այսօր ըմբակոծել, այնտեղ արդեն 60,000-ից անցնում է ցեղասպանվածների թիվը, այսինքն պատերազմը դեռևս շարունակում է, աշխարհի տիրակալները դեռևս գոհ չեն իրենց ձեռքբերածներից, նրանք շարունակում են դեռ Ռուսաստանը տեսեք Ուկրաինայի հետ դեռ չի լռել, այսինքն Հայաստանը այսօր իրավունք չունի իրեն իր ներսից պայթեցնելու, սա բավականին լուրջ հանգամանք է եւ ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը պետք է ստապ մտածի, մեր նախնիները մշտապես ասել են թուրքը ինքն է ասել, հայի վերջին խելքը իմը լիներ, ես կարծում եմ, որ հայ սկիզբից էլ խելք ունեցել, հիմա էլ ունի եւ չի կարելի հայ ժողովրդին նսեմացնել, ցածրացնել եւ այն գործակալներն էլ, որ այսօր այդպես մեծ ողմակով լցված են Հայաստանում եւ Հայաստանի բնավ շնչառությունը փակել են ուզում, ես կուզենայի, որ նրանք էլ խելք հավաքեն իրենց գլուխները, որտեղ են Արցախի այն ավակները, Արցախի ջոչերը այսօր գտնվում, որտեղ են, նրանք ավելի չէին անում այլ տերությունների համար, անում էին, չէ, այսօր ինչ եղան, ավելի քան իրենք պատժվեցին, ուրեմն պետք չի, ամեն ազգի ներկայացուցիչ, եթե ապրում է իր հողի վրա, նա պարտավոր է պահպանել իր երկրի շահերը, իր պետականության շահերը։ Տիկին Աշատրյան, լիովին նորից համաձայնելով ձեզ հետ, պիտի ասեմ, որ Հայաստանում իրավիճակը իսկապես շատ այսպես դեռ լարված է եւ այն ձերբակալությունները, որ տեղի են մեզանում, իհարկե լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Դեռ չեմ խոսում Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին, մյուսների, ձեր կարծիքով ինչ է պետք անել այս պարագայում։ Գիտեք, օրինակ Սամվել Կարապետյանի հարցում խոշոր բարերար էր, կարծեմ նա Ռուսաստանում 270-ից ավել հիմնարկ ձեռնարկությունների տերը մեծ օգուտ է տալիս ռուսական մեծ կայսրությանը, ընդունված է եւ Ռուսաստանում եւ Հայաստանում էլ այդ պիցայի տարածքները, այդ բաները, արտադրությունները, որ դրել էր, բավականին մարդիկ գործազուրկ էին, աշխատանքի տեղեր ունեցան եւ այլն։ Դե վերջապես հեծը տրված էր, վստահված էր իրեն, նա ուղղակի մի սխալ կատարեց։ Տեսնելով, որ Հայաստանում այսօր խաղաղ չի երկրի վարչապետի եւ հայոց եկեղեցին սպասարկողների հարաբերությունները, տեսեք, չեմ ասում հայոց եկեղեցին սպասարկողների, սա եկեղեցու կռիվ չի, ես պարզ ասում եմ ձեզ եւ հայտարարում եմ իմ ժողովրդին, որ ինքը շատ խորն եմ այս հարցերին մոտեցել, խորը ուսումնասիրել եմ, երեք ինձ մի հսկայածավալ նյութ էին ուղարկել, թե որ կղերականը, որտեղ ինչպիսի բաներ ունի, հնարավորություններ, ինչպիսի գործողություններով է զբաղվել եւ այլն, դա չի հետաքրքրում, ես ոչ հայտարարելու եմ այդ մասին, ուրեմն տեսեք, հայոց հայ ժողովուրդը հավատքի ժողովուրդ է, եկեղեցին մեր արյան մեջ է, եւ այսօր ծնված սերունդը, եւ վաղը որ դեռ պիտի ծնվի, նա իր հոգու մեջ ունի այդ սուրբ եկեղեցին, ապա այդ եկեղեցին ունեցող ազգը
Ինչպես կարող էր այսօր թույլ տալ, որ Հայաստանում հազարավոր, ասում են 300,000-ից անցնում է, աղանդավորներ այսօր հերկեին հայոց հոգևոր դաշտը։ Բայց այդ ինչպես են աշխատել այդ հոգևորականները, որ էր իրենց արածը, այո, եղավ, կրոնի մենք բաժին ունեինք մեր նախարարների խորհրդում, ունեինք, զբաղվում էինք կրոնական հարցերով, դա Եվրոպայի միջամտություններ, Եվրոպայի թե գլոբալիստների, թե չգիտեմ ինչերի, Հայաստանը չի կարողանում մոտալ բան ընդունել։ Մենք այսպես մեր ավանդույթին սովոր մարդիկ ենք, մենք կարող ենք ընդունել, վերցնել լավը, լավագույնն էլ տալ իրենց, բայց բերել այդ օտար, ոնց որ բերեն իսկական հայի մեջ, հայի գենի մեջ մի օտար աջուն ներարկեն, այդ մարդուց ինչ կարող է պահանջել։ Այդ օտար ավանդույթները մերը չեն, այսինքն հայոց եկեղեցու սպասավորները լինելով Աստծո առաքյալներ, Աստծո գործի կատարողներ երկրի վրա, հողի վրա մեծ հոգատարություն պետք է ունենային։ Նախ ես երբ անդրադառնում եմ հայոց եկեղեցուն, անպայման ուզում եմ ձեզ հիշեցնել Ղևոն Երեցին, Ներսես Կաթողիկոսին, Խրիմյան Հայրիկին, Գևորգ Չորեքյանին, Վազգեն Առաջինին, այս կաթողիկոսները հրաշք, իսկական Աստծո մարդիկ են եղել, որոնցով հպարտանում ենք մենք, որոնք եւ Հայաստանի գիտությունը, եւ կրթությունը, եւ ազգայնականությունը շատ բարձր մակարդակի վրա են պահել։ Եվ վերջապես հայ եկեղեցին ինչու են ասում, այսօր շեշտադրում թե պետությունը եկեղեցու դեմ է պայքարում։ Ոչ, պետությունը չի կարող եկեղեցու դեմ պայքարել։ Առանցին եկեղեցականներ կան, որոնք գիտեք, կա այսպիսի խոսույթ, ես չգիտեմ թե դա ով է ասել, բայց շատ վաղուց է ասված, կայսրին, Աստծուն չպետք է խառնվել իրար գործերի մեջ, սահմանադրորեն եկեղեցին անկախ է, այո, բայց եկեղեցին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բաներ կա ուրեմն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի բարոյական բարձր մակարդակների վրա, պահպանի իր գիտությունը, կրթությունը, խաղաղությունը, բարոյական արժեքները, ինքնապաշտպանությունը, հազար ու մի հարցեր, եկեղեցու դերը շատ մեծ է այդտեղ, որտեղ են բաց թողել իրենց։ Պետք է բարի լինեն ամեն մեկը յուրովի ասի, այ այստեղ ես սխալ եմ եղել։ Ինչ գործ ունի եկեղեցին մտնում է քաղաքականություն, կարող եք ասել։ Եկեղեցին իրավունք չուներ քաղաքականություն մտնելու, պետությունն էլ, այո, չպետք է մտներ եկեղեցու իրավունքների մեջ եւ քրքրեր եկեղեցու պատմությունը, որտեղ մի մարդը, որքան էլ որ ինքը բարի լինի, ազնիվ լինի, լավ գործեր կատարի, ունի եթե 10 բարեկամ, ունի նաեւ 20 թշնամի։ Պետք է զգուշանալ։ Հայաստանը այսօր կռվի բուն չի։ Հայերը պետք է հասկանան, որ մենք իրավունք չունենք այսպես ընդհարվել, հասարակությունը բզկտել։ Մենք մեզ զրկում ենք մեր պաշտպանականությունից։ Մեր դիմադրության ուժն է ոչինչ անում։ Այս սերունդը, որ ապրում է այսօր Հայաստանում, անվերջես կռիվներն ու աղմուկները տեսնելով, ասում են ինչ են լքում Հայաստանը։ Հայաստանում չեն տեսնում իրենց երազանքների իրականացումը։ Դրա համար պետք է մտածել ազգը, լրջորեն ազգը պահպանելու մասին, սիրելի ժողովուրդ։ Այս ինչ եք անում դու։ Այս ոնց եք իրար դեմ դուրս գալիս։ Կարծես թե ես չգիտեմ, երևի Թուրքի ու հայի ոնց որ կռիվ լինի, այլ հայ ժողովրդի մասին ինչպիսի խոսքերով ասես խոսում են, պիտակավորում են, այս ժողովուրդն էլ դուրս է գալիս իրեն նետում կրակի մեջ, պայքարի մեջ, համբերեք 6 ամիս է մնացել, կգա օրն ու ժամը, կգա ընտրությունների օրը, այն ժամանակ գտնում եք, որ անձը չի աշխատել այնպես ինչպես որ պետք է աշխատել, խնդրեմ օրենքով գնացեք քվեարկության փոխեք, տեսեք ինչ եք անում, ընտրեք այն անձին, որը երկիր կարող է պահել, այսպես երկիր չեն պահում, չի կարելի, ամբողջ ժողովուրդը հոգեբանորեն փոխվում է, արժեզրկվում, հայը չի ճանաչում ինքն իրեն, այս հրաշք ժողովուրդը, այս տաղանդավոր ազգը կորցրել է իրեն։ Ես այսօր փողոցում ձեզ մոտ գալուց մի անձնավորություն մոտեցավ ինձ, բացարձակ ես չէի ճանաչում, տղամարդեր, ասեց բարև ձեզ Տիկին Ասատրյան, ես Մարսելից եմ, ես արդեն սովորել եմ, փողոցում կանգնեցնում են ինձ, ինչպես եք, ինչու չեք ելույթ ունենալու, վաղուց դուք չեք, եթե դուրս չեք գալիս, ասեց այո, ես որոշել եմ այլևս եթե դուրս չգալ։ Այսօր տեսեք, պարոն Ղոշյան, եթե դուք ինձ չասեիք, ես չէի գա, որովհետև ես որ ինձ սովորաբար ասում են անուղելի լավատես, այդ անուղելի լավատեսությունը չի գալիս այսպես արհեստականորեն, ես պարտավոր եմ լավատես լինելու, եթե իմ շնորհիվ դուք, մյուսը, Պողոսը, Կիրակոսը,
Եթե կարող են լավատես լինել, իսկ մենք պիտի լավատես լինենք։ Մենք իրավունք չունենք այս թույներով ապրելու, այս առօր եկար, այս իրավիճակներով ապրելու։ Մենք ուզում ենք, տեսեք այսօր Սիսիանում, օրինակ, կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ցուցահանդես են կազմակերպում։ Ինչ լավ բան է։ Այս թողուբոհի մեջ, երբ որ կալանավորում են, երբ որ լացուկոցը արցունք է, մարդիկ չգիտես ինչ են անում, մարդկանց տանից զենքեր են անում, այդ զենքերը ում տեմ եք օգտագործելու, ասում եք ավտոբուսները չգիտեմ ինչ անեն, այրեն, այս ինչ բաներ ձայնագրությունները, ես լսեցի գլուխս բռնել էի, այստեղ գալուց առաջ, ինչպես կարելի է ատել սեփական ժողովրդին այդ մակարդակով, ինչպես կարելի է նրանց լցնել բերդերը կամ, այդ ում եք լցնում, այդքան ուժեղ էիք, այդքան արիականություն կար ձեր մեջ, ուր է Արցախը։ Բարի լինեիք այն ժամանակ գնայիք այն կամուրջը, փալկեիք այդքան հավաքվել էին, մի ապտեղներից չշարժվեցիք, թողի երկու հոգի զոհ էին այդ ժամանակ, բայց կամուրջը ազատագրեիք, չթողնեիք այդ ժողովուրդը 9 ամիս մնալ տառապանքների մեջ։ Հիմա եկել եք, ինչ եք ուզում։ Հարկ ու կարգով պետք է սպասել, խելքները, գլուխները հավաքեք, սպասեք առաջիկա ընտրություններում, տեսեք, ընտրեք, ով է այն լավագույնը, ով է այն անձը, որի վրա կվերցնի այս դժվարին իրավիճակից դուրս գալու ելքերը, աշխատեք այդպես անել, սերունդ է մեծանում, հրաշալի սերունդ, պահենք այս տաղանդավոր ժողովրդին, ափսոս է։ Տիկին Աշատրյան, դուք հիշատակեցիք Միացյալ Նահանգների նախագահի անունը, իհարկե Տրամպի շնորհիվ կարծես Միջին Արևելքում ժամանակավոր խաղադադար է եւ շատ փխրուն է այդ խաղաղությունը։ Այնուամենայնիվ, ինչ զարգացումներ կարող են ունենալ թե Իսրայել, Իրան, թե Ռուսաստան, Ուկրաինա հակամարտությունները եւ այս ամենում իհարկե մենք պիտի հուսանք, որ Տրամպը կշարունակի իր գործողությունները։ Գիտեք, Տրամպը լավ բաներ շատ է ասում, բայց նաև ինքը իր էությամբ անկախատեսելի անձնավորություն է։ Տեսեք, օրինակ, ինքը ռուս-ուկրաինական պատերազմին մի քանի օր էր տվել եւ խոստացել էր, որ այդ պատերազմը կդադարեցնի, բայց եղան մի քանի հանդիպումներ եւ չկայացավ։ Այստեղ Տրամպի խնդիրը չի միայն, բայց այս պատերազմում Տրամպը շահեց, Տրամպը ցույց տվեց իր համարիչ կա, որ եւ Իրանը տկարացավ, ինչ որտեղ այո, որտեղ ահավոր սկական վնասներ կրեց, գիտնականներ կորցրեց, ու նաեւ այո, Իսրայելը բազմաթիվ զոհեր, այդ երկու քաղաքները Թել-Ավիվն ու մյուս կողքի քաղաքը ավարտվեցին, սկական վնասներ կրեց նաեւ Իսրայելը։ Այսինքն երկու պետությունները տկարացան, խոշոր պետությունները, իսկ ինքը մնաց իր տեղում, իսկ ինքը զորացավ, որքան շրջակա գերտերությունները տկար լինեն, այնքան Թրամպը ուժեղ կլինի։ Ես չգիտեմ, մենք Ամերիկայի հետ կարծես ստեղծեցինք մի խարտիա, բարեկամության ռազմավարություն, թե ռազմական էր դա, ինչպես կարծում եմ, որ Ամերիկայի հետ Հայաստանը կշարունակի իր հարաբերությունները, որպեսզի հետագայում հայերս չկանգնենք նոր փորձությունների առաջ, եւ ես հույս ունեմ, որ Եվրամիության խաղաղարարները դարձյալ կմնան Հայաստանում, եւ դա չի խանգարի ոչ մի բանի։ Հայաստանից որոշակի ընթացքում ձեռք բերելով խաղաղություն, ինքը կհզորացնի իրեն։ Օրինակ այս վերջերս ես Facebook-յան իմեջում կոչ էի արել դրոների արտադրություն կատարել։ Ինչու, որովհետև ճիշտ է, հիմա այս պահին դադար է, հայերս այս պահին կարող ենք նայել մեր ներսը, մեզ հզորացնել։ Ես դժգոհել էի, թե ինչու Հայաստանը դրոներ չի արտադրում, չէ որ որքան դու ծանր այսպես ռազմական տեխնիկա բերես, դրանք մի վայրկյանում դրոները կարող են ոչնչացնել, այսինքն միլիոններ կարող է ծախսել դրանք բերել, կուտակել, այդ դրոները բաց կթողնեն եւ դու չունես այլևս դա։ Բացի թռչող ինքնաթիռներից, բացի վերկենքում թռչող ինքնաթիռներից, եթե վայրեջք կատարածներն նրանց էլ կոչնչացնեն։ Դրա համար Հայաստանը այսօր պետք է կարողանա այս խաղաղ ժամանակաշրջանը տրամադրել ոչ թե առանցին անհատների բռնելով, բանդարկելով, չգիտեմ ինչ անելով, եթե իհարկե հանցագործներ են, եթե հեղաշրջում են առաջացնում, սա ուրիշ խնդիր է, պետությունը ինքը իրեն պիտի կարողանա պաշտպանել, բայց պետք է զգուշավոր լինի։
այդպես հեշտ չի։ Բոլոր մանրամասները սիրույթին պետությունը սիրույթին մեր հետախուզությունը եւ ազգային անվտանգությունը լրջորեն ուսումնասիրություն են կատարել։ Դրա համար անհրաժեշտ է որ մարդիկ այստեղ մի քիչ ավելի զգաստ ու զգոն լինեն։ Փոքր երկիր ենք մենք, ընդամենը 3 միլիոն չկան։ Ինչ էլ որ կատարեն, միևնույն է, ջրի երեսը դուրս գալի։ Դրա համար պետք է կարողանալ մարդավարի այս ամեն ինչը այս փոքրիկ երկիրը պահել։ Տեսեք ինչ լավ է։ Եկել էին Ամերիկայից հյուրեր եկել ինձ իմ ընկերուհին այնտեղ էր, հիմա վերադարձել է Հայաստան եւ մնալու ապրելու Հայաստան, ասեց Հայաստանը հրաշք երկիր է։ Ես հիմա եմ հասկանում Հայաստանի եւ այլ երկրների տարբերությունը, տվյալ դեպքում Ամերիկայի ճիշտ Ամերիկան մեծ երկիր է եւ այլն, բայց Հայաստանում կյանք կա, կյանք։ Ասում են այնտեղ կյանք չկա։ Այնտեղ այլ ապրելակերպը, բարոյականություն այլ է։ Այնպես որ Թրամփի հզորությունը հայերիս համար եւ լավ է եւ վտանգավոր։ Եթե Թրամփը պետք է այնպես ռմբակոծի Իրանին, որ Իրանը կորցնի իր հնարավորությունը եւ Իրանի ծրագրից դուրս գա կարմիր գծերը, այդ դեպքում Թրամփը մեզ բնավ ծրնտու չի։ Մանավանդ որ 16 թվականի պատերազմը 2020 թվականի պատերազմը սկսվեց Թրամփի թույլտվությամբ, այնպես որ ես բարի հիշողություններ չունեմ իր նկատմամբ, բայց քանի որ պատերազմը դադարեցրեց, Իրան-Իսրայել պատերազմը դադարեցրեց, դա շատ կարևոր էր, դա կոնկրետ իմ երկրի համար, երկրի շահի համար դա կարևոր էր, որովհետև Իրանը երբեք թույլ չի տա, որ այնտեղ Սյունիքի միջանցքի խնդիր գոյություն ունենա։ Հույս ունենք, որ ինչ-որ հարցեր կլուծվեն, եթե իհարկե Ամերիկան, Լոս Անջելեսի հասարակությունն ու մյուսները, եթե իհարկե իր իմպիչմենտի հարցը չխորացնեն, չբարձրացնեն, հետագայում պարզ կլինի։ Ես կարծում եմ, որ ինքը խոշոր բիզնեսմեն է եւ կհասկանա, որ չի կարելի այդքան շատ գրգռել ազգերին, այդ հանել։ Վերջապես կարող է մի օր մոլորակը իր ուղղությունից դուրս գա։ Եթե այդ խոշոր գերտերությունները սկսեն ամեն մեկը միջուկային զենք արտադրել ու պատրաստել, կարող է իսկապես այդպես լինի։ Այդ չկարողանան իրենց կրքերը զսպել։ Իսկ կրքերը չզսպողները շատ են այսօր։ Տեսեք, փաստորեն այնտեղ մի ժողովուրդ արդեն գենոցիդի ենթարկվում է։ Գազայում գենոցիդի է ենթարկվում այդ ժողովուրդը։ Այնպես որ Թրամփը կարող էր, չէ, ազդել դրա վրա էլ ազդել։ Այսինքն գոյություն ունի իրենց միջպետական շահերը։ Հետևաբար Հայաստանը այսօր իր եղած եւ չեղած այդ միջպետական շահերը պետք է կարողանալ լրջորեն պաշտպանել։ Այն ինչ որ մենք այսօր ունենք, գոնե որ այսօր պատերազմի մեջ չենք, դա պետք է մեզ օգնի, որպեսզի մենք վերականգնենք մեզ։ Եղավ Տիգին Աշատրյան, շատ շնորհակալ եմ այսօրվա բաց անկեղծ զրույցի համար։ Ես հույս ունեմ, որ դուք միշտ մեր խնդրանքով կընդունեք մեր հրավերը եւ այլ ավելի հաճախակի կայցելեք Փակ TV, որտեղ ձեզ իսկապես սպասում են։ Հավատացեք, որ ձեր երկրպագուների մեծ բանակը նույնպես ուրախ կլինի ձեզ ավելի հաճախակի տեսնել մեր եթերում։ Իսկ ասելու խոսելու իսկապես քիչ բան չկա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ ձեզ առողջություն եմ մաղթում եւ լավ գերազանց եթերներ։ Միշտ դնեք, միշտ ձեր ձեռքը ժողովրդի զարկերակի վրա լինի։ Լավ եղեք։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, դե դուք հասկացաք, որ այսօր իսկապես մի հրաշալի հյուր ունենք։ Ռուզաննա Սատրյանը, մարդ, որը միշտ բաց է, թափանցիկ իր բոլոր տեսակի մտքերով, առաջարկներով։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք նրա հետ դեռ բազում հանդիպումներ կունենանք։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։